Ընկերներ, ողջունում եմ բոլորիդ, ձեզ հետ այսօր ես եմ Արսենը Հարությունյան, իսկ դուք գտնվում եք Manifest Online միջազգային դպրոցի YouTube-յան պաշտոնական ալիքում։ Եվ ես այսօր ցանկանում եմ ձեզ հետ խոսել, թե ինչպես կարելի է գումար վաստակել գնի անկման վրա։ Ինչ ենք անում մենք սպոտային հարթակում։ Գնում ենք կրիպտո արժույթ եւ սպասում ենք այնքան ժամանակ, մինչեւ գինը բարձրանա, վաճառենք, որ ստանանք մեր եկամուտը, բայց շուկան միշտ չի որ աճում է։ Երբեմն լինում են դեպքեր, որ նաեւ անկում է ապրում եւ ինչպես աշխատել գնի անկման վրա։ Հիմա եկեք դա հասկանանք, մի քանի տարբերակ ներկայացնեմ ձեզ։ Առաջինը եկեք դիտարկենք short գործարքները, ինչ են դրանք իրենցից ներկայացնում։ Օրինակ features-ային շուկայում մենք ինչ ենք անում։ Ի տարբերություն spot-ային շուկայի, երբ որտեղ մենք ձեռք ենք բերում հենց ինքը կրիպտո արժույթը, այստեղ կնքում ենք պայմանագիր շուկայի հետ, բիրժայի հետ։ Դիտարկենք այս օրինակ հատվածը, որտեղ գինը բարձր է եղել եւ մենք դիտարկել ենք, որ այո, գինը բարձր է։ Կանխատեսել ենք, որ անկում է լինելու գնի։ Մոտավորապես այսքան հատված։ Ինչ ենք անում ընկերներ։ Այս արժեքում, երբ գինը բարձր է, այսպես ասած, եթե կոպիտ խոսենք, պարտք ենք վերցնում բիրժայից այս արժեքում։ Դիտարկենք $20 է, այստեղ արժեցել։ $20 վերցնում ենք եւ հենց այս բարձր արժեքում վաճառում։ Դիտարկենք 5 հատ։ 5 հատը արժեցել է $20։ Այնուհետև, երբ գինը նվազում է, եւ մենք տեսնում ենք, որ հասել է այն արժեքին, որը ի սկզբանե դիտարկել ենք, մենք ուղղակի ցածր արժեքում գնում ենք, ենթադրենք այստեղ 10 է 5 հատի գինը։ Մենք գնում ենք $10-ով, ետ ենք վերադարձնում պարտքը, որը որ վերցրել ենք բիրժայից, եւ արդյունքում աշխատում ենք $10 գնի անկման վրա։ Սա որպեսզի հասկանաք short գործարքների օրինակն է։ Մենք կարող ենք նաև գումար վաստակել stable coin-ների օգնությամբ, որոնք են stable coin-ները, դրանք ֆիատային արժույթներն են, որոնք ստեղծված են պետությունների կողմից, USD, ԱՄՆ դոլարը, դա նույն ինքը եվրոն, այդպիսով։ Բարձր արժեքում, հենց սպոտային շուկայում էլ կարող ենք ընկերներ, բարձր արժեքում վաճառում ենք, արդեն ունենում ենք USDT, հաստատուն coin, այն համարժեք է 1 ԱՄՆ դոլարի, 1 USDT-ն համարժեք է 1 ԱՄՆ դոլարի։ Այս արժեքում վաճառում ենք եւ վերցնում ենք USDT, ԱՄՆ դոլար։ Եվ երբ գները նվազում են, ընկերներ, արդյունքում մենք այս բարձր արժեքում վաճառած մեր coin-ների USDT-ով գնում ենք ավելի շատ coin-ներ։ Եվ այստեղ օրինակ Bitcoin-ը դիտարկենք, ավելի շատ Bitcoin եք կարողանում գնել։ Այնուհետև երբ գինը բարձրանում է, երբ հասել է այս արժեքին, ընկերներ, կարող ենք վաճառել, ելի ունենալ մեզ մոտ ավելի շատ արդեն ԱՄՆ դոլար։ Կարող ենք նաև գումար վաստակել արբիտրաժի միջոցով։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Արբիտրաժը դա գնումը եւ վաճառքն է տարբեր պլատֆորմներում, տարբեր բիրժաներում։ Քանզի coin-ները տարբեր բիրժաներում լինում են տարբեր արժեքի։ Օրինակ Binance-ում Ethereum-ը վաճառում է $2000 արժեքով, եթե գինը 2000 է, իսկ արդեն Coinbase-ում $30 ավելի թանկ։ Մենք կարող ենք գնել $2000 Ethereum հենց Binance-ում, այնուհետև տեղափոխել Coinbase բիրժա եւ այնտեղ արդեն վաճառել $2030 արժեքով։ Արդյունքում կստանանք 1 Ethereum-ից $30 եկամուտ։ Այդպիսով մենք կարող ենք թեկուզ գումար վաստակել, թեկուզ այն ժամանակ, երբ շուկան անկում է ապրում, քանզի ոչ միշտ է շուկան աճում, ընկերներ։ Գրեք մեկնաբանություններում, ինչ թեմաներ կհետաքրքրի ձեզ, որոնց մասին կցանկանաք խոսել ինձ հետ։ Գրեք մեկնաբանություններում, բայց մի մոռացեք հետևել էջին, հավանել տեսանյութը եւ մնալ մեզ հետ մինչեւ վերջ։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ թեմաներով կցանկանայիք խոսենք հետագա տեսահոլովակներում։ Իսկ մինչ այդ չենք մոռանում բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը։ Հաջողություն եմ մաղթում բոլորիդ։